Բարև հայր ջան, մեզ լավ ճանաչողները որպեսի չզարմանան, ասեմ թե ինչի համար եմ հենց այս ժամանակահատվածում այս վիդեոն նկարում, որովհետև ոնց գիտեք ձեզանից շատերի աջակցությամբ մենք սկսել ենք մեծ իրազեկման արշավ ու շատ մարդիկ մեզ նոր են ճանաչում։ Ու այս վիդեոն ես հենց այս ժամանակահատվածում նկարում եմ բնականաբար համ մեզ արդեն շատ լավ ճանաչողների համար, համ էլ առանձնահատուկ նրանց համար, ովքեր նոր են լսում մեր մասին ու գաղափար անգամ չունեն, թե ով ենք մենք, ինչ է իրանից ներկայացնում լույսի բանակը, ինչ անցած ուղի ունենք, ինչ ծրագրեր ու որ ամենակարևորն է, ինչ է վերածննդի շարժումը, ինչ ենք դրանով առաջարկում ու յուրաքանչյուրից ինչ է պահանջվում։ Ու եթե դուք մինչև այս հատվածը դեռ նայում եք այս տեսանյութը, ապա հավանաբար ձեր մեջ կա գոնե առնվազն մի հարց։ Օրինակ, ինչ է կատարվում հայ ժողովրդի հետ, ինչի է մեր պետությունը անընդհատ կորցնում, նահանջում ու թուլանում ու ամենակարևորը, արդյոք գոյություն ունի իրական ելք, թե ոչ։ Այս տեսանյութը հենց դրա մասին է, բայց նախ մի հատ կարևոր բան, եթե ուզում եք հասկանալ, թե ով ենք մենք, ինչ ճանապարհ ենք անցել, ինչ գործունեություն ենք իրականացրել, ինչ գաղափարախոսություն ունենք ու ինչ ծրագրեր ենք առաջարկում, ապա դրա ամբողջական պատկերը կարող գտնեք մեր լույսի բանակի պաշտոնական կայքում, որտեղ էլ հրապարակված են մեր գործունեության պատմությունը, մեր հիմնադրույթները, մեր ռազմավարական ծրագրերը, մեր քաղաքական առաջարկները ու այն ամբողջ ճանապարհը, որը մենք արդեն անցել ենք ու դեռ միասին պետք է անցնենք։ Ու հիմա եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է վերածննդի շարժումը, ինչի է այդ շարժումը ծնվել, ինչ նպատակ ունի ու ինչ ճանապարհով ենք գնալու, ապա դրա ամբողջական բացատրությունը կլսեք հենց այս տեսանյութում, որը կտեղադրվի նաև մեր կայքի գլխավոր էջում։ Սկսենք ամենակարևոր հարցից, ինչի մենք չենք մասնակցում ընտրություններին։ Շատերն են ասում, եթե ուզում եք իշխանություն, եթե ուզում եք փոխել երկիրը, ապա պետք է մասնակցեք ընտրություններին ու հիմնական հարցը հենց այն է, թե ինչի մենք չկանք ընտրացուցակում։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Հայաստանում ընտրություններ չկան։ Հայաստանում կա մենակ իշխանության վերարտադրության մեխանիզմ։ Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը նման է թատրոնի, որտեղ դերասանները փոխվում են, բայց սցենարը միշտ մնում է նույնը։ Մի բևեռում գործող իշխանություն, մյուս բևեռում այդ նույն իշխանությանը հարմարեցված սուտի ընդդիմություն։ Բայց իրականում երկուսն էլ միևնույն համակարգի մաս են։ Իրանք կարան կռվեն, իրանք կարան իրար մեղադրեն ու վիրավորեն, բայց երբ հարցը հասնում է ընդհանուր համակարգին, դրանք բոլորը միասին պաշտպանում են նույն խաղի կանոնները, որովհետև հենց այդ կանոններն են պահում իրանց այս համակարգում, թե որպես իշխանություն, թե որպես իբր ընդդիմություն։ Իրանք մեկը մյուսին սնուցում են, որտև եթե մի փոքր խորքային հենց ինքներդ վերլուծեք, ապա հենց ինքներդ էլ կհասկանաք, որ եթե չլինեին Սերժն ու Քոչարյանը, Նիկոլին ոչ մեկ չէր ընտրելու ու հակառակը, եթե Նիկոլը չլներ, նախկին իշխանությունը շանս չէր ունենա թեկուզ որպես ընդդիմություն նորից վերարտադրվելու այս համակարգի մեջ։ Հիմա ոնց տենում եք արդեն նոր դեմքեր են առաջ բերել որպես ընտրությունների թեկնածուներ ու դրա նպատակը մեկն է՝ հայ ժողովրդին նորից պահել նույն կրեմլյան ու մյուս արտաքին կենտրոններից կախվածության մեջ ու որ ժողովուրդը այդքանը չհասկանա, բերել են նոր դեմքերի։ Դե իրենց կարճ խելքով հայ ժողովուրդը հիմար է ու այդքան բան ոչ հասկանում է, ոչ էլ նկատում։ Իրենց կարծիքով իրանք ամենախելոքն են, էլի։ Չնայած ժողովրդի զգալի մասին նայելով փաստացի տենց էլ ստացվում է։ Բայց կանք մենք ու այս ամենը անում ենք նրա համար, որ նույն գաղափարի շուրջ համախմբենք մեր բոլոր համախոհներին ու համակարգը հենց դրանից էլ սարսափում է, որովհետև ինքը չի սիրում խելացի հայ մարդուն, ինքը ատում է հայ մտավորականին ու ինքը ատում է իրականությունը հասկացող հայրենասեր հային։ Դրա համար էլ այն պահին, երբ դուք բոլորդ կհամախմբվեք վերածննդի շարժման շուրջ, այս համակարգը ինքը իրանով կճաքի, կտրաքի ու մեկ ընդմիշտ կկորի հայ իրականությունից ու վերջապես բոլորս կապրենք իրապես անկախ ու ինքնիշխան պետության մեջ։ Ու այդ պետությունը դատապարտված կլինի անverջ հզորանալու, միշտ հաղթելու, ծաղկելու ու բարգավաճելու։ Բայց դրա համար բոլորդ պետք է լինեք ոչ թե դիտորդ, այլ մասնակից։ Մենք միասին պետք է արմատախիլ անենք այս ներկայիս համակարգը, որի կանոնների ամենակարևոր առանձնահատկությունը էս է, որ Հայաստանի պետությունը իրականում երբեք չլինի ինքնուրույն ու դուք էլ գիտեք, որ հիմա Հայաստանը ինքնուրույն չի։
Ներկա ու նախկին խամաճիկների պատճառով Հայաստանն այսօր կախված է արտաքին կենտրոններից։ Քաղաքական որոշումները հաճախ ընդունվում են ոչ թե Երևանում, այլ ուրիշ մայրաքաղաքներում։ Իսկ երբ պետությունը կախված է արտաքին ուժերից, ինքը չի կարա լինի ոչ ուժեղ, ոչ անվտանգ, ոչ էլ հարուստ, ինչքան էլ որ ձեզ լոլոներ կարդան, թե էսի խաղաղություն է բերել, էնի Հայաստանը հզորացնում, մյուսն էլ հարուստ է, ձեզ 0% հարկ է բերում։ Հիշեք, որ այդ ամեն ինչը նույն համակարգով մշակված ստեր են, որ կոպիտ ասած կատերնուտեք ուսանուցեք ընտրությունները, գնաք ընտրեք մեկին, ով ոչ մի դեպքում համակարգ չի փոխելու։ Այդ պատճառով էլ Հայաստանում իշխանությունները փոխվում են, բայց արդյունքը չի փոխվում ու ամեն ինչ մնում է նույնը։ Նույն կախվածությունը, նույն անորոշությունը, նույն թուլությունը ու նույն կորուստներն ու հիասթափություններն ու արտագաղթը։ Ու եթե նույն համակարգի ներսում դուք ընտրեք ցանկացած տեխնացուի, արդյունքը լինելու է նույնը, որովհետև խնդիրը անունների մեջ չի, խնդիրը համակարգի մեջ է, ու այդ է ինչի համար մենք չենք առաջարկում հերթական կուսակցությունը։ Մենք չենք առաջարկում հերթական համակարգային ու արտաքին կենտրոններից կախում ունեցող առաջնորդի։ Մենք առաջարկում ենք նոր պետական համակարգ, հայանպաստ համակարգ, որը կառուցված է մի սկզբունքի վրա՝ Հայաստանի լիարժեք ինքնիշխանություն, այսինքն պետություն, որը չի ենթարկվում արտաքին կենտրոններին, պետություն, որը ինքն է որոշում իր ներսի քաղաքականությունը, պետություն, որը ծառայում է մենակ հայ ժողովրդի շահերին, ոչ թե սրանց կամ նրանց նման կարգադրություններ, թույլտվություններ կամ արգելքներ ստանում Կրեմլից, Տրամպից, Եվրոպայից կամ չգիտեմ էլ որ արտաքին կենտրոններից։ Երբ պետությունը դառնում է իրականում ինքնիշխան, փոխվում է ամեն ինչ։ Փոխվում է տնտեսությունը, փոխվում է ու հզորանում է բանակը, փոխվում է վերաբերմունքը մեր պետության ու ժողովրդի հանդեպ ամբողջ աշխարհի կողմից, փոխվում է դիվանագիտությունը, փոխվում է ամբողջ պետական մտածողությունը, ու այդ ժամանակ հնարավոր են դառնում նենց հաղթանակներ, որոնք այսօր շատերին թվում են անհնար։ Ու հենց էսա վերածննդի շարժման գաղափարը։ Վերածննդի շարժումը պարզապես քաղաքական նախաձեռնություն չի։ Վերածննդի շարժումը փորձ է վերակառուցելու պետությունը հիմքից։ Ու դրա համար մեզ պետք է մի բան, առանց որի ոչ մի ժողովուրդ երբեք չի փոխել իր պատմությունը։ Մեզ պետք են մարդիկ։ Մենք պետք է հասնենք այն կետին, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ ոչ թե պարզապես համաձայն կլինեն մեր հետ, այլ պատրաստ կլինեն գործելու։ Հենց դրա համար էլ մենք արդեն սկսել ենք մեծ իրազեկման աշխատանքներ, որ հնարավորինս շատ մարդ մեզ ճանաչի ու իմանա մեր առաջարկի մասին, որտեվ ամեն նոր 10 հոգուց առնվազն 7-ը կանգնում է մեր կողքին ու դառնում է մեզանից մեկը դառնում է աջակից։ Ու այս իմանալով է, որ մեզ հարթակներ չեն տրամադրում, որ մեզ շատ մարդ չճանաչի, քանի որ նորից եմ ասում, սրանք բոլորն էլ սարսափում են իմ ու իմ հայ ժողովրդի միացումից, որտեվ հենց այդ է այս հայակործան համակարգի վերջը։ Տեսեք հայեր ջան, մեզ չեն տալիս հեռուստատեսություն, մեզ չեն տալիս մեծ մեդիա հարթակներ, անգամ չեն էլ անդրադառնում, արդեն հասկանում եք, չէ՞ ինչի։ Ու մի հատ ուշադիր նայեք, ում են տրամադրում Համեկը ու մյուս բոլոր իշխանական կամ սուտի ընդդիմության հարթակները։ Բա այս իրականությունը հասկանալուց հետո ով ու ոնց կարա վստահի նրանց, ովքեր ընդդիմադիր խաղալով մեկ էլ հոպ հայտնվում են օրինակ Համեկի եթերում։ Որովհետև այդ բոլոր հարթակները ծառայում են կամ իշխանությանը կամ այն ընդդիմությանը, որը իրականում վտանգ չի ներկայացնում համակարգի համար։ Ուստի մենք գնում ենք ուրիշ ճանապարհով, ուղիղ դեպի մեր հայ ժողովուրդը, դեպի մեր հայ մարդկանց։ Յուրաքանչյուր մարդ, ով հասկանում է այս ուղերձը, դառնում է այս շարժման մասն ու դրա իրազեկողը, ու որ իրազեկելուց էլ լիարժեք տիրապետեք վերածննդի շարժման վերաբերյալ տեղեկություններին, ասեմ նաև, որ մեր ճանապարհը բաղկացած է մի քանի փուլից։ Առաջին փուլը բնականաբար իրազեկումն է, որ մեր բոլոր հայրենակիցները հասկանան, թե իրականում ինչ է տեղի ունենում մեր երկրի հետ ու մեր կողմից ինչ լուծում է առաջարկվում։ Դրա համար մենք արդեն դիմել ենք հանրային դրամահավաքի ու փառք Աստծո ձեզանից շատերի շնորհիվ մենք արդեն իսկ ահագին բան հասցրել ենք անել ու աջակցության շարունակականության դեպքում ավելի արագ ու ավելի լայնածավալ տեմպերով կշարժվենք առաջ ու կիրազեկենք ել ավելի շատ մարդկանց, որոնք նորից եմ ասում 10-ից 7-ը դառնալու է մեր աջակիցը ու կանգնելու է մեր կողքին։
Ու երբ որ իրազեկումը ավարտենք, դրանից հետո արդեն գալու է երկրորդ փուլը։ Իսկ երկրորդ փուլը դա մեծ մոբիլիզացումն է։ Մենք պետք է համախմբենք մարդկանց թե Հայաստանում, թե Սփյուռքում, որովհետև հայ ժողովուրդը ունի ահռելի մեծ ուժ, բայց այդ ուժը այսօր ցրված է։ Ու մենք մեր մշակած մեխանիզմների միջոցով կհամախմբենք աշխարհի բոլոր հայերից մեր համախոհներին ու գաղափարակիցներին ու միասին էլ կպայքարենք Հայաստանում հայի վրա ծառացած այս հակահայկական համակարգի դեմ ու այդ ամենը մենք անելու ենք առանց որևէ օրենք խախտելու կամ սահմանադրական կարգ տապալելու, որովհետև ձեզ մեծ փոքր գաղտնիք բացեմ, երբ 70-ից 100,000 մարդ նույն պահանջով դուրս եկավ փողոց, արդեն օրենքնել ենք մենք, սահմանադրություննել ենք մենք, իշխանություննել ենք մենք, կարծում եմ ինձ հասկացաք։ Ու երրորդ փուլը արդեն այդ քանակությամբ ազգային օրինական ճնշումն է համակարգի վրա։ Երբ բավարար մարդիկ միանում են շարժմանը, համակարգը կորցնում է իր լեգիտիմությունը։ Դրա համար եմ ասում, որ յուրաքանչյուրը, ով իրան համարում է մեզ գաղափարակից, բայց դուրս չի գալի մեր այդ պայքարի, ինքը ավտոմատ աջակցում է ներկայիս համակարգին իր Նիկոլով, Սերժով, Լևոնով ու Քոչարանով հանդերձ։ Այսինքն գաղափարակից լինելը միայն ասելով չի, այլ քայլին միանալով է, որտեղ մենակ այդ դեպքում եք դուք համակարգին դեմ, իսկ չմիանալով անկախ պատճառաբանություններից դուք հստակ համակարգի տվյալ պահին Նիկոլի հետ մերված քաղաքացի եք։ Ու դա այն տիպի անհերքելի փաստ է, որ անգամ հերքելու փորձը կարող դիտարկվի որպես տգիտություն կամ էլ արդեն միտումնավոր աջակցություն ըս համակարգին։ Ու երբ բոլորս նույն պահանջով, նույն պայքարով ու նույն գաղափարով իրար կողք կանգնենք մայրաքաղաքի կենտրոնում, հենց այդ պահին էլ կսկսվի համակարգային փոփոխությունը։ Այդ աստիճանի ամեն ինչ ձեզանից յուրաքանչյուրի ձեռքում է։ Ու այս պահը հայեր ջան, ուզում եմ կրկնել նորից։ Ամեն ինչ ձեզանից յուրաքանչյուրի ձեռքում է։ Ամեն ինչ կախված է ձեր մի վճռական որոշումից։ Սա կարծում եմ յուրաքանչյուր գիտակից մարդ առանց իմասելու էլ հստակ հասկանում է։ Չկա պայքար, կա երկարատև սուգ, կորուստ, նահանջ, խայտառակություն ու պարտություն։ Կպայքարենք, կհաղթենք, կբարգավաճենք ու կապրենք անվտանգ, անկախ, ինքնիշխան ու բարեկեցիկ հայրենիքում։ Դրա համար թույլ տվեք կրկնել երրորդ անգամ. ամեն ինչ կախված է ձեզանից յուրաքանչյուրից։ Ու հիմա բոլորիդ մոտ կառաջանա շատ պարզ ու տրամաբանական հարց, թե ինչ է լինելու փոփոխությունից հետո։ Հեղափոխությունից հետո իշխանությունը չի անցնելու պարզապես մի մարդու կամ մի կուսակցության։ Այս շատ կարևոր է հասկանալ։ Ստեղծվելու է ժամանակավոր կառավարություն։ Այս կառավարության հիմնական առաքելությունը լինելու է 3 բան։ Առաջինը ապահովել երկրի կայունությունն ու անվտանգությունը։ Երկրորդը իրականացնել նոր պետական համակարգի անցումը ու երրորդը նախապատրաստել իրական, ազատ ու արդար ընտրություններ առանց նախկինում համակարգը սպասարկող իշխանությունների ու առանց իրենց արբանյակների։ Ու հենց այդ նոր համակարգի պայմաններում կկազմակերպվեն ընտրություններ ու նորից եմ ասում, առանց ձեզ հայտնի կերպարների, ովքեր եղել են Հայաստանում իշխանության։ Ու խոսքս մենակ անձերի մասին չի, այլ իրենց ամբողջ արմատական կառուցվածքի։ Ու այդ ընտրություններին, որոնք կանցնեն արդեն փոփոխված նոր համակարգի ներքո, արդեն կմասնակցենք նաև մենք, ու այդ ժամանակ թող ժողովուրդը որոշի ում է վստահում իր երկրի ապագան։ Հիմա ասեմ նաև ժամանակավոր կառավարության առաջին քայլերը։ Ժամանակավոր կառավարությունը իր գործունեությունը ամիջապես սկսելու է մի քանի ռազմավարական ուղղություններով։ Պետության լիարժեք ինքնիշխանության վերականգնում, ազգային անվտանգության համակարգի արմատական վերակառուցում, տնտեսության ազատագրում օլիգարխիկ կախվածություններից, բանակի նոր մոդելի ձևավորում, Սփյուռքի ներուժի լիարժեք ներգրավում պետության զարգացման մեջ ու ամենակարևորը պետության վերածումը ազգային նպատակ ունեցող համակարգի։ Սա գլոբալ առումով ու ընդհանրացրած։ Ես էլ չեմ խոսում միանգամից մեծ համաներման մասին, առօրյա կանոնների թեթևացման, ինչպես հարկի, տենց էլ կոմունալի, տենց էլ ամեն ինչի։ Խոսքս այն ավելորդ բարդույթ դառած ինչ հիմար օրենքների ու կանոնների մասին է։ Ցանկացած հայ մարդու առօրյա կյանք դառնալու է ուղղակի աննկարագրելի ու անհամեմատ ավելի թեթև։ Ու սենց դեռ շատ բաներ կարամ ասեմ, դրա համար ինչ ես նոր թվարկեցի, այս ամենին ու սրանից շատ ավելին կարաք ծանոթանաք ինչպես մեր կայքի, մեր հիմնադրույթները ու մեր ծրագրերը բաժիններում, տենց էլ իմ YouTube-յան ալիքում բազում տարբեր վիդեոներից, որտեղ այս ամեն ինչը շատ ավելի մանրակրկիտ,
դեռ անցած տարվանից ներկայացրել եմ։ Քանի որ ամբողջը մի տեսանյութում ասել հնարավոր չի, դրա համար հնարավորինս մատչելի փորձեցի ամեն ինչ ներկայացնեմ։ Ցանկացած ձեր հարցի պատասխան կարող գտնեք մեր կայքում, կապի միջոցից մինչև արդեն իսկ եղած հարցերի պատասխաններ։ Եթե ինչ-որ մի բան էլ ձեզ հետաքրքրի, բայց կայքում չգտնեք, կա մեր հետ կապի միջոցի տարբերակներ։ Կարող գրեք մեր ադմիններին, տարբերակ կա, կարող գրեք անձամբ ինձ։ Մի խոսքով ամեն ինչ կայքում կգտնեք ու ես ձեզ վստահեցնում եմ, որ առանց պատասխան հարցեր ձեր մոտ չեն մնա։ Ու վերջում մի կարևոր բան էլ ասեմ, հայր ջան, պատմությունը մեզ սովորացնում է մի շատ պարզ բան, որ ժողովուրդները կործանվում են ոչ թե այն պատճառով, որ չունեն ուժ, այլ այն պատճառով, որ չեն օգտագործում իրենց ուժը ճիշտ պահին։ Հայ ժողովուրդը ունի այդ ուժը ու հիմա եկել է այն պահը, երբ պետք է որոշել շարունակել նույն ճանապարհը, որտեղ մենակ փուչ հույսեր են, հայակործան համակարգ, փոխվող անիմաստ դեմքեր, անverջ արտագաղթ, շարունակական բռնապետություն տարբեր քողարկումներով, կորուստներ, արտաքին կախվածություններ ու ընդհանուր հաշվով խայտառակ ստրկություն ու անկայունություն, թե սկսել նոր պատմություն, որտեղ կա նոր հայանպաստ համակարգ, չկա ատելության մթնոլորտ, չկա աղքատություն, չկա պարտություն, սուտ ու ստրկամտություն, այլ կա ազգային շահ, զարգացում, մեծ հնարավորություններ ու վերջապես իրական անկախություն, ինչի համար մեր պապերը իրենց կյանքերն են դրել։ Վերածննդի շարժումը հենց այդ նոր հաղթական բարեկեցիկ ու ոսկե պատմության սկիզբն է ու նորից ասեմ, որ եթե ուզում եք հասկանալ այս շարժումը ամբողջությամբ, ծանոթացեք մեր կայքի նյութերին, եթե ուզում եք մասնակցել այս պատմությանը, աջակցեք ու միացեք մեզ, որովհետև երբ ժողովուրդը արթնանում է, պատմությունը փոխվում է, իսկ երբ հայ ժողովուրդն է արթնանում, փոխվում է ամբողջ տարածաշրջանի ապագան։ Հուսամ այս անգամ բոլորս կընտրենք ճիշտ ճանապարհն ու այլևս ոչ մի անգամ չենք դժգոհի ոչ մեր երկրից, ոչ էլ երկրի պայմաններից, այլ կհիանանք մեր երկրով ու ինչպես շատ առաջներում էր, նորից պարծանքով կասենք, որ մենք հայ ենք, ամբողջ աշխարհի քաղաքակրթության բնօրրանը։ Նենց որ հայր ջան, միացեք վերածննդի շարժմանն ու վերջ դնենք այս հայակործան համակարգին։ Ավելացնելու բան չունեմ, լավ մնաք ու Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու իմաստությամբ։